Ինչ վերաբերում է նոր սահմանադրության տեքստին, Անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի, կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ժամկետներից այդպես էլ չխոսեց, միայն ասաց նոր սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին։ Երեկ անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ ուղերձ չհղեց։ Անցած տարի օրինակ, չնայած առավելապես փաստաթղթի իր կարծիքով խնդրահարույց ձևակերպումներից էր խոսել, բայց հղել էր։ նոր սահմանադրության մեջ հղում անել անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը։ Ադրբեջանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հռչակագրի ձևակերպումները տարածքային պահանջ է համարում։ Դրանք սահմանադրությունից հանելը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է դարձրել։ Մինչ ընդդիմությունը պնդում է, որ սահմանադրությունից անկախության հռչակագրին հղումը հանելով քաղաքացիական պայմանագիրը ադրբեջանական պահանջներն է կատարում, վարչապետ Փաշինյանը հայտարարում է նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան է։ Նաև մայր օրենքը փոխելու համար էր քաղաքացիական պայմանագիրը ընտրություններում ձգտում ունենալ սահմանադրական մեծամասնություն։ Չնայած չի ստացել ու նախագիծը հանրաքվեի հասցնելու հեռանկարը բարդացել է, բայց հայտարարում է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, քվեարկել են նաև այդ օրակարգի օգտին, որովհետև նոր սահմանադրության ընդունումը քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկն է։ Այն հիմնավորմամբ, որ Հայաստանի ժողովուրդը իրավունք ունի ի վերջո իր լեգիտիմ եւ ազատ կամ արտահայտմամբ ընդունված սահմանադրություն ունենալ եւ ազատ կամ արտահայտմամբ իր համար սահմանել իրավակարգ եւ ապրելու կանոններ։ Քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չստացավ, բայց նոր սահմանադրության օրակարգից էլ չհրաժարվեց, իսկ թե ինչպես է իշխանությունն առանց խորհրդանում դրա համար անհրաժեշտ ձայներ ունենալու իր հեղինակած նոր սահմանադրության նախագիծը դնելու հանրաքվեի, մարտավարությունը ամիսներ շարունակ չեն բացահայտում։ Հայաստանի 29743 քառակուսի կիլոմետր տարածքի հաշվարկի մեջ չեն մտնում այն անկլավները, որոնց մասին ասել եմ։ Անկլավ-էքսկլավների թեմային ընդդիմադիրներն անդրադարձան։ Անցած շաբաթ խոսելով Տիգրան մասին, Փաշինյանը դրա ադրբեջանական քյարքի անունն էր օգտագործել։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով Տիգրանաշենը Արարատի մարզի բնակավայր է։ Վարչապետը սակայն շարունակեց քյարքի ասել, չնայած վստահեցնում էր, թե դրա վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն Բաքվի հետ չկա։ Մեր խնդրումը գիտեք որն է, որ մենք Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք դավալու, իսկ քյարքին ասում ենք Տիգրանաշեն։ Հայ-ադրբեջանական մասնակի սահմանազատումը անակնկալ սկսեց, ու 2 տարուց ավելի է երկու երկրների մոտ 1000 կիլոմետրանոց սահմանից միայն 12 կիլոմետրն է սահմանազատվել Տավուշ-Ղազախ հատվածում։ Այդ ընթացքում հայկական կողմը Ադրբեջանին վերադարձրեց 90-ականների պատերազմից հետո Հայաստանին անցած նախկինում ադրբեջանական 4 գյուղեր։ Դեռ մի քանի ամիս առաջ Փաշինյանը հստակ դիրքորոշում չէր հայտնել անկլավների փոխանակմանն է կողմ, թե եղած իրավիճակը պահպանելուն, պատճառաբանելով, թե իրավական հիմքերը դեռ չի ուսումնասիրել։ Կոնկրետ կասեք, այդ ինչ փաստաթուղթ ձեզ տվեցին, Մհեր Գրիգորյանին տվեցին, որ դուք այլևս անթակույց հրապարակային խոսում եք Տիգրանաշենը հանձնելու, չհաշված մյուս անկլավների անուններ եք տալիս հանձնելու մասին։ Որն է այն փաստաթուղթը, դա այն քարտեզն է, որով մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որովհետև գնալ ձեր ասած տրամաբանությամբ նշանակում է հրաժարվել Արցվաշենից, նշանակվում է հրաժարվել այդ թվում են ջերմուկի են տարածքներից, որոնց մասին դուք եւ մենք անընդհատ կարևոր ենք համարում խոսել, նշանակում է հրաժարվել սահմանի գոյությունից, այլ բան, թե որն է այդ հարցը լուծելու մեթոդաբանությունը։ 90-ականներից ու նաև 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի իշխանության հաշվարկով Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքը այս պահին գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Երբ են իրանք վերադարձնելու մեր հողերը Պարավաքարում, Գորիսում, Ջերմուկում 2 տարի է սկսվել է դելիմիտացիայի process-ը։ Բայց ավարտվել է նրանով առաջի էտապը, որ մենակ մենք ենք տվել մի փոքր բացառություններով, որպեսզի մենք իմանանք, որ չենք գծվել
որpիսի մենք իմանանք, որ միակողմանի չի էսի։ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ չպատասխանեց փոխարենը Նարեկ Կարապետյանի հարցից հետո ուժեղ Հայաստանին կրկին պատերազմի կուսակցություն անվանեց։ Սահմանազատման արդյունքում ես դրա համար եմ ասում քյարքի, ոչ թե նրա համար, որ ես ադրբեջանամետ եմ, այլ ես հասկանում եմ, որ եթե կասկածի տակ դրվի են քարտեզները, որոնք այսօր գտնվում են իրավական հիմքում խաղաղության, բոլորը կսկսեն կասկածի տակ առնել այդ քարտեզները։ Մի բան ակնհայտ է, այդտեղ Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր լինելու այդ ամենի արդյունքում, ինչպես դե յուրե է այդ թվում էս պահին։ Սիրելի Տիգրանաշենցիներ, դուք ավելի շատ ձայն եք տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քան ուժեղ Հայաստանին։ Այդ պատճառով այսօր մենք քննարկում ենք ձեր տների հացը, ու այսօր ձեր տները վտանգ կա, որ հանձնվելու է Ադրբեջանին։ Մենք պայքարելու ենք դրա համար, բայց դուք էլ օգնեք մեզ, որ պաշտպանենք ձեր տները։ Ապացուցեցիք, որ դուք պատերազմի կուսակցություն եք։ Հիմա դուք ասցիք, որ պատրաստ եք դրա համար պատերազմ սկսել Ադրբեջանի հետ։ Որովհետև եթե մեր դիրքորոշումն են, ինչ որ ռազմական ուժով վերցրել ենք, դա մերն է, ուրեմն բոլորն է կասեն, ինչ որ ռազմական ուժով վերցրել ենք, ուրեմն մերն է։